Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց։ Դատարանն այս փուլում սահմանում էր ապացույցների հաջորդականությունը, ըստ որի գրավոր ապացույցները հետազոտելուց, վկաներին հարցաքննելուց հետո պետք է լսեր մեղադրյալի ցուցմունքը։ Նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։ Նա այս նիստին մտափոխվել էր եւ դեմ էր նիստի լուսաբանման ու տեսանկարահանմանը, թե ինչ պատճառով հայտնի չէ։ Ըստ մեղադրանքի, այն ընկերությունը, որում բաժնեմաս է ունեցել Բաղմանյանը, 2009-ից 18 թվականների ընթացքում սննդամթերքի մատակարարման մի շարք պայմանագրեր է կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Այն դեպքում, երբ օրենքով բարձրաստիճան սպան իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրա պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել եւ հարցաքննել այն վկաներին, որոնք կհերքեն Բաղմանյանի ընկերության հետ կապ ունենալու եւ մասնակցության հանգամանքը։ Վկաների թվում նաեւ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ կան։ Սրանք այն Պաշտպանության նախարարության աշխատակիցներն են, որոնք առնչություն են ունեցել ակտիվ ընկերության կողմից գնումների գործընթացին մասնակցելու տենդերների շահի հետ կապված եւ որոնք իրենց ցուցումներով կրկին առհասարակ հերքում են Հայկազ Բաղմանյանի կողմից որևէ հովանավորության հանգամանք։ Մինչդեռ մեղադրող կողմը հակառակն է պնդում, ներկայացված մի շարք ապացույցներ, որոնք կհետազոտվեն դատարանում, փաստում են Հայկազ Բաղմանյանի կողմից այդ ընկերությանը մասնակցելու եւ հովանավորչությամբ զբաղվելու հանգամանքը։ Պաշտպանական կողմը նաեւ դատարանին ներկայացրեց 2023-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի պատասխանն իրենց հարցմանը։ Հարցումը վերաբերել է եղել Հայկազ Բաղմանյանը որպես ՀԱՊԿ քաղաքականի շտաբի պետի տեղակալ պաշտոնապատասխան անձ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում արդյոք հայտարարատու սուբյեկտ, թե ոչ։ Ներկայացնեմ միանգամից պատասխանը պատվարժան դատարան Հայկազ Պապիկի Բաղմանյանը 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը եւ հանդես է եկել որպես միջազգային ծառայող, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պաշտոնատար անձ։ Հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը մինչդեռ հակադարձեց, մեղադրանքը ներկայացվել է հանրային ծառայությունների մասին օրենքով եւ ՀԱՊԿ-ն ըստ այդմ եզրահանգումներ անելու պատշաճ սուբյեկտ չէ։ Նախկին բարձրաստիճան զինվորականի գործով նիստը կշարունակվի դեկտեմբերի 1-ին։ Տաթև Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։